Դիրքերի հետ կապված վերջին հրապարակումներից հետո բազմաթիվ նիկոլականներ իրենց Facebook-յան էջերում կոմենտարիաներում, այսինքն պատերին եւ կոմենտարիաների մեջ հորդորում են, որպեսզի պատկան մարմինները ուշադրություն դարձնեն այն մարդկանց վրա, ովքեր տարածում են ըստ իրենց այդ շուտ լուրերը։ Ոչ հարգելի եւ այդ ամենը ուղեկցվում է անեծքներով, այդ ամենը ուղեկցվում է ամենավերջին հայոյանքներով ու ցավալին այն է, որ շատ ակտիվ են այդ ընթացքում կանայք եւ ոչ fake օգտատերերը, հա, կանայք ուղղակի։ Երևի Նիկոլ Փաշինյանը երբ ասում էր սնուցող մայրեր, այդ խուլիգան նկատի ուներ։ Ուրեմն երբ կդիմեք դատախազություն, չմոռանաք նաև ասել, որ Համբարձումյան Արթուրը հայտարարել է, որ պաշտպանության ներկայիս նախարարը, այդ որ Արցախյան դավադրությունից ընդամենը մի քանի ամիս հետո Ծառուկյան Գագոյի ռեստորաններում իր հարսանիքներ նշում, Պապիկյան Սուրիկը, Նիկոլ Փաշինյանը 5000 դրամ փող էր տալիս, որպեսզի գար Գյումրի ինձ հետ հանդիպմանը, 2000-ը գնալ գալու փող, 3000-ն էլ պերաշկու փող, գալիս էր Գյումրի, այդ սուրանդակը Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի եւ ընդամենը տարիներ անց Ծառուկյան Գագիկի Փարավոն ռեստորանում այդ կոռուպցիոներ սրիկան հարսանիք էր նշում, Պապիկյան Սուրիկ, այդ որ փողերով, Պապիկյան Սուրիկ, այդ որ աշխատավարձով, այս հարցն էլ կներառեք դրա մեջ։ Նաև կներառեք, որ Պապիկյան Սուրիկը ժամանակին կապ է ունեցել Բարսեղ Բեգլարյանի, Սերժի օլիգարխներից մեկի Բարսեղ Բեգլարյանի ֆոնդերի հետ, գումարներ է ստացել այդ ֆոնդերից եւ ամենակարևորը դատախազությանը կասեք, որ հավաստի տեղեկություններ կան, որ Պապիկյան Սուրիկը հանցավոր հանրապետականների կառավարման տարիներին տեղեկություններ կան, հավաստի դիմում է գրել հանրապետական կուսակցությանը անդամագրվելու համար, սա էլ անպայման այդ բլոկի մեջ կներառեք։ Այդ բլոկի մեջ ներառեք հարգելի սնուցող մայրեր, որ ամեն բան խոսում է նրա մասին եւ խոսել եմ առաջին օրվանից մինչեւ հիմա, բոլոր փաստարկները կան, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ի հրադադարը խախտել է հայկական կողմը։ Ներառեք դրա մեջ նաեւ այն, որ 2020 թվականի Դավադիր պատերազմը հրահրվել է հայկական ղեկավարության կողմից։ Հայկական ղեկավարության կողմից է այդ պատերազմը հրահրվել։ Դա էլ ամբողջ մի փաթեթով ներառեք դրա մեջ։ Ներառեք այն, որ Փաշինյան Նիկոլը 2016 թվականի մայիսին գնացել է Արցախ եւ դա ներկայացրել է որպես ապրիլյան պատերազմի մասնակցություն։ Ներառեք այն, որ Փաշինյան Նիկոլը իրականացրել է կեղծ հեղափոխություն, միլիոնավոր մարդկանց խաբել է, որովհետև կեղտոտ գործ կար անելու, ընտրեցին ամենանենգ գործակալներին, նախկին իշխանությունները ընտրեցին ամենանենգ գործակալներին, սրանք էլ գործը գլուխ են բերում։ Ներառեք այն, որ Փաշինյան Նիկոլի շրջապատում կան բազմաթիվ ազգային անվտանգության ծառայության գործակալներ, կամ ինչպես ժողովուրդն է ասում, եւ ես համաձայն եմ ժողովրդի հետ, ազգային անվտանգության ծառայության բոզեր, Արարատ Միրզոյանը վկա։ Արարատ Միրզոյանը 2021 թվականի հունիս ամսին Նարինե Ղալեչյանին տված հարցազրույցում Հրայր Թամրազյան տեսանյութը ուր է կորել YouTube-ից։ Պետք է թվում է տեսանյութը անհետացել է, մարդիկ այդ տեսանյութը դաունլոդ չեն արել։ Բազմաթիվ այն մարդիկ, ովքեր ազգային անվտանգության ծառայության գործակալներ են եղել,
Այսինքն նախկին հանցավոր ռեժիմի ամենաբիրտ գործիքներն են եղել, գործակալներն են եղել եւ հիմա զբաղեցնում են բարձր պաշտոններ։ Դա էլ ներառեք։ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական տերերը 18 թվականին բեմականացրել են հեղափոխություն, բեմականացրել են մեծ ռեալիթի շոու, անունը դրել են հեղափոխություն։ Սա հանցագործություն է հայ ազգի նկատմամբ։ Այս մեղադրանքը ներառեք այդ ամենի մեջ։ Թող ուսումնասիրի դատախազությունը։ Թող դատախազությունը ուսումնասիրի։ Սնուցող մայրեր 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Ստեփանավանի Զորամասի ստորաբաժանումները, այսինքն Ստեփանավանի Զորամասից երկու ուշադիր լսեք սնուցող մայրեր, երկու մեքենաներ, սկատ, համակարգեր, 20 թվականի հոկտեմբերի 12 լույս 13-ի գիշերը։ Դա այն համակարգերն են եղել, որտեղից խոցվել է Գյանջա քաղաքը։ Խոցվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեկը բեռնված, մեկը այսինքն լիցքավորված, մյուսը ոչ։ Հայաստանի Հանրապետության ես այն ինչ ասում եմ, սա բան է։ Բաց աղբյուրներից ինֆորմացիա է։ Հրաման է տրվում ստորաբաժանմանը գնալ դեպի Արցախ, ճանապարհին կանգ առ հրաման է տրվում, որովհետև ինչպես իրենք են ասել, օդը կեղտոտ է։ Կանգ առ հրամանից ընդամենը րոպեներ անց Հայաստանի Հանրապետության տարածքում խոցվում է սկզբից լիցքավորվածը, հետո կես ժամ հետո կամ 1 ժամ հետո խոցվում է չլիցքավորված մեքենաները։ Զոհվում են զինվորներ, զոհվում են աֆիցերներ։ Մահվան փաստաթղթերում, ուշադիր լսեք սնուցող մայրեր, մահվան փաստաթղթերում գրվում է, որ զինվորները, աֆիցերները զոհվել են Արցախում։ Ինչու է կեղծում ի պատասխան այդ հարցի ծնողների, ասում են ձեր որդիները քննիչներն են ասում։ Հարվածել են Գյանջա քաղաքին, դուք կարող եք ուզում եք, որպեսզի միջազգային սկանդալ տեղի ունենա։ Սա էլ ներառեք դրա մեջ։ Սնուցող մայրեր, ներառեք նաև այդ հաղորդագրությունների մեջը, որ վկայություններ կան, որ Գյանջայի խոցումը տեղի է ունեցել այն պատճառով, որպեսզի պատերազմը չդադարի։ Հիմնավոր կասկածներ կան, որ Գյանջայի ռմբակոծությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ պատերազմը հասնի իր այսպես կոչված տրամաբանական ավարտին։ Գյանջայի ռմբակոծությունները տեղի են ունեցել ամեն անգամ, երբ ռեալ հնարավորություն կար պատերազմը դադարեցնելու։ Այս ամեն ինչը ներառեք, թող դատախազությունը ուսումնասիրի։ Սնուցող մայրեր, սնուցող խուլիգանկեք։ Ինչպես կարող է կինը իրեն թույլ տա այն վարքագիծը, որը դուք թույլ եք տալիս։ Դուք երևի երեխաներ ունեք, դուք երևի թոռներ կունենաք։ Չէ՞։ Սնուցող խուլիգանկեք, հայոյանքներ գրող եւ անեստներ գրող։ Դուք երևի բան կունենաք, կինեմ ասում, երեխաներ եւ թոռներ կունենաք։ Եվ ձեր երեխաներն ու թոռներն էլ պիտի ձեզ նման մեծանան, երբ կմեծանան, ձեզպես են մեծանալու։ Այս ողջ փաթեթը ներառեք, տվեք առաջ։ (2017 թվականի պարլամենտական ընտրություններից հետո ձեր ղեկավարը Փաշինյան Նիկոլը կռվում էր ինձ հետ
հանցավոր ճանապարհով ձևավորված պարլամենտի լեգիտիմության համար, սա էլ ներառեք դրա մեջ։ 2017 թվականի պարլամենտական ընտրությունների հետևանքով ելք դաշինքը անցել է պարլամենտ Սերժիկ Սարգսյանի ցանկությամբ։ Սա էլ ներառեք։ Հրահանգ է տրված եղել պետական մարմինների, որոշ պետական մարմինների ներկայացուցիչներին պարլամենտական ընտրություններում ընտրել ելքին, պարլամենտական ընտրություններում ընտրել Նիկոլին, պարլամենտական ընտրություններում ընտրել Էդմոնին, սա էլ ներառեք, պարլամենտական ընտրություններում ընտրել Վազգենի եղբորը։ Այդ հետևանքով է, այդ ամենի հետևանքով է Նիկոլ Փաշինյանը վեր ընկել պարլամենտում, դրա համար էր լեգիտիմության համար կռիվ տալիս, ու նաև այդ հանցավոր պարլամենտը Նիկոլ Փաշինյանին կարգեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ներառեք այս ամենը։ 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ փաստացի լուծարվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ լուծարման պատճառներից մեկը այն էր, որ Ախուրյանում տեղի ունենալիք թիմ ընտրություններում Փաշինյան Նիկոլը ցանկանում էր ընտրական հանձնաժողովի տեղերը հանձնել հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին։ Սա էլ ներառեք դրա մեջ։ Սարուխանյան Կարեն, ճիշտ եմ, չէ՞ հիշում, Փաշինյան Նիկոլը ցանկանում էր տեղերը հանձնել հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին։ Անուններով, ազգանուններով ենք, չէ՞ դրել նրանց դեմը այդ ամեն ինչը։ Սա էլ ներառեք, հանցագործ սարիկաններ։ Հանցագործը դուք եք, ողբերգություն բերողը դուք եք, ուրիշներն եք մեղադրում հանցագործության մեջ։ Այս ամենը ավարտվելու է, սնուցող մայրեր, այս ամենը ավարտվելու է։ Դուք գետինն եք մտնելու ձեր անեծքների, առավել ևս ձեր հայոյանքների համար, դուք եւ ձեր անողնաշար ամուսինները։ Եթե կինը հայոյանք է անում, առավել ևս հրապարակային, ինքը կամ ամուսին չունի, կամ եթե ունի, իր ամուսինը բույս է, որ թույլ է տալիս իր կնոջ կամ աղջիկների նման պահվածքը համացանցում։ Դավայ, այս ողջ փաթեթը վերցնում եք ու գնում եք ուղիղ Աննա Վարդապետյանի մոտ, իմիջայլոց։ Այդ ձեր Աննա Վարդապետյանը նախկին հանցավոր ռեժիմի պարագլուխներից մեկի աշխատողն է եղել, Տարոն Մարգարյանի։ Կոգնիտիվ դիսոնանս չի առաջանում ձեր մոտ, սնուցող մայրեր։ Որտեղից առաջանա, կոգնիտիվ դիսոնանս կարող է առաջանալ միայն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ուղեղ։ Դուք չունեք ուղեղ, ոնց պիտի առաջանա կոգնիտիվ դիսոնանս ձեր մոտ։ Ոչ ուղեղ ունեք, ոչ խիղճ ունեք, դուք ավարտված մարդիկ եք, գերող է ձեզ տանի։